Աղանդյանը Քրիստով, և ճշմարտություն քո, զիանատոն տեսեմ ինձ, և հանցեց իս իլյարս սուրս, և իհարկս քո։ Ես տեղ եմ ծնվել, Երևանում եմ ծնվել, բայց հետո գնացի Բեյրութ և 8 տարի ապրեցի այդտեղ։ Հետո 2020 մշտական վերադարձա։ Ամառային արձակուրդներում ես միշտ գալիս էի Հայաստան։ Մենք զորավար անձրենք թաղում էինք ապրում։ Տեղ մի հատ փոքրիկ եկեղեցի կա, որ ես մի անգամ ընդամենը բուջուր էի հելը, ընդամենը մի անգամ շաբիկ ակա, մի անգամ։ Եվ ճիշտ ասած չեմ հիշում ինչ զգացողություն ունեի, բայց գիտեի, որ մի քիչ չարաճճի է այդ ժամանակ, որտեվ փոքրիկ էի, շատ չէի հասկանում։ Եկեղեցի շատ եմ գնացել, օրինակ Անտիլիաս եմ շատ գնացել, որտեղ Արամ կաթողիկոսին եմ հանդիպել։ Սուրբ Ծննդյան օրը առաջին անգամ բարձրացա խորան, և այդտեղ Տեր Հայրը Տեր Սմբատն էր։ Շատ հետաքրքրվում էի, ուրախ էի, վարժվեցի եկեղեցուն, արդեն աղոթքներն սովորեցի, հանգիստ, խաղաղ, ուրախ զգացում զգացի մեջս։ Իրենք իրենց մեջ ունեն այն մաքրությունը, որին մենք ապաշխարությամբ փորձում ենք հասնել։ Եվ այդ տրամաբանությամբ ամեն բալիկ, ամեն երեխա մեզ զգաստացնում է։ Լինենք օրինակ, լինենք փոխանցող Աստծո շնորհի, եւ մենք էլ զգաստանում ենք, միաժամանակ նաեւ ուրախանում, որ մեր շուրջը կան այնպիսիները, ումից մենք պետք է սովորենք լինել մաքուր, լինել ազնիվ, լինել ուշիմ եւ ընդունակ։ Ինձ լավ ընդունեցին, նորմալ ընդունեցին, կանոններ ասեցին Խորանի վրա եւ այդպես սովորեցի։ Ես այդտեղ հայկական դպրոց եմ գնացել եւ հայերենն է ուրիշ թեւ եմ անցել, արևմտահայերեն եմ անցել։ Եվ ճիշտն ասած, հիմա որ 8 տարի ապրել եմ, այդպես շատ դժվար չէ գրաբարը իմ համար։ Հեշտ է շատ։ Շոց եմ բռնում, երբեմն մոմակալն եմ բռնում եւ նույն ժամանակ երբ որ ներքև ենք իջնում, ես շատ խաչն եմ բռնում, որ իմ սիրածն է։ Եվ նաեւ աղոթքները բարձրաձայն ասում եմ, միասին ենք ասում, ես էլ ուզում եմ մենակ ասեմ, փորձում եմ։ Գիտելիք ձեռք բերելու հետաքրքիր կարողությամբ, ցանկությամբ այդ տեսակ երեխա է, ինքը ծնողների հետ, եղբոր հետ գալիս են եկեղեցի, ընտանիքով մասնակցում են։ Շատ կարևոր է այս հանգամանքը, որ ընտանիքում կա միաշունչ, միախորհուրդ ապրում, Աստվածպաշտության մեջ միասնական կերպով երջանիկ են։ Մենք էլ իրենցով, որովհետև իրենց երջանկությունը տեսնում ենք, այն ճառագող լույսի պես է, լամպի պես, որ եթե վառես, միայն ինքը չէ, որ լուսավոր է, այլ լուսավորում է շրջապատը։ Նա կիսասարգավակ էր, հետո հետագայում գնաց։ Հիմա շատ կուզեի իմ հայրիկին նորից բարձրանալ խորան, արդեն կիսասարգավակից սարգավակ լիներ, հետո չգիտես, մեկ է Տեր Հայր կլինի։ Նա եկեղեցում հետ շատ մոտ է, ամեն անգամ, իսկ եթե տունն անա, պատարագա դնում օնլայն, իսկ եթե եկեղեցի է գալի, իր համար աղոթում է։ Եվ ես, քանի որ գիտեմ, որ ներքև իմ ընտանիքը աղոթում է, ես էլ այդ երբ որ խորան բարձրանում ուրախ եմ։
Տեր Սմբատը իմ համար շատ հարազատ է, որովհետև նա շատ բարի է։ Իրան մեկ հարցերել եմ տալի տարբեր։ Եկել է Տեր Սմբատը մեր տնօրեններ կարել է։ Շատ հետաքրքիր ու հավես է, որ ես մի մաս եմ տնօրեններքի։ Քանչ պատկերացրի ինձ իր կողքը կանչի, դրա համար այդ առումով շատ եմ սիրում Տեր Սմբատին։ Որ եկուց էլոր ինչ էլ որ անեմ, ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։ Ու գնաց օհան բոլոր բովանդակ սասունը բերավ, քաշեց թրի տակ։ Մենք կարծում ենք, որ եկեղեցական սպասավորության ընթացքում երեխան ձեռք է բերում պատասխանատվության զգացում, որ ոչ թե գլուխը կախելով եւ զգացմունքները, այսպես ասած, մարեցնելով է, որ պետք է մարդը պատասխանատվություն կրի, այլ առավել եւս կատարվելիք գործի հետևողականության մեջ է, որ պատասխանատվությունը լինում է։ Հիմա երեխաները իհարկե չեմ ասում, որ այդքան բարդ ինչ-որ ծանրություններ ենք դնում իրենց ուսերին։ Մեկը մյուսին նայելով ուզում են այդ գործը անել։ Չարաճճի էի շատ, իսկ հետո որ շապիկ հակա, այլևս հասկացա, որ եկեղեցին սկականից ինչ է, այդուհանդերձ ես արդեն խելոք էի շատ։ Սիրում եմ նկարել գրաֆիտով, սկեչ անել, սիրում եմ անիմացիան և ուզում եմ անիմեյտեր դառնամ, երբ որ մեծանամ և նաև գիթարիստ։ Ախ ինչ լավ է սարի վրա, անցնում օրեր անուշ, անրջային թեթևասավ, անփուհովեր անուշ։ Առաջ շատ էի սիրում ռոք նվագել, բայց հիմա ընդհանրապես ռոքի լավես չունեմ, գլուխս ցավում է արդեն։ Բայց ռոք նվագում եմ հələ, բայց այս մակարդակի չէ, երբեք այս մակարդակի չէ ասել ռոքը, միշտ այս մակարդակներ, սենց slow rock, որ ասում են, փափուկ ռոք, հավես ռոք։ Եթե եմ նվագում, բայց արդեն քիչ եմ նվագում այդտեղից, ավելի շատ իսպանական եմ անցել, հայկական, ֆրանսիական երգեր, ռոքը մի տեղ եմ թողել։ Այսօր մենք տեսնում ենք, որ եկեղեցում կոփվում, կրթվում է աստվածապաշտ, բարի, լավ մարդը, որ նաև ունի բարի գործելու պատասխանատվություն, երազանք։ Հիմա մի րոպե, հիմա այս դուրս որ չնկարենք, պետք է նորից նկարենք, այս որպես փորձ էր, չէ։ Չէ, նկարեցի։